մենք ուզում ենք բարեկամական լուծում, մենք չենք ուզում խզում, լուծարում, այդ միշտ էլ կա, միշտ էլ կարող ենք անել, այսօր էլ կարող ենք անել, բայց դա մենք չենք ուզում գնալ այդ, ինչի համար գնանք այդ ճանապարհը։ Այո, այլընտրանք ինչին չկա։ Հարգելի գործընկերներ, ասում եմ մենք թեման լավ հասկանանք։ Մենք ոչ մի եւ ես էլ բնականաբար ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ Ռուսաստանի ընդհակառակը հարգանքով եւ ըմբռնումով են վերաբերվում Ռուսաստանի շահերին։ Խոսքը ուրիշ բանի մասին է։ Խոսքը նրա մասին է, որ այսօր հաստատված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին։ Ինչի է խոչընդոտում, որովհետեւ այդ միջազգային հիմնական օգտագործողները, կիրառողները երկաթուղիների, որովհետև եկեք հասկանանք, ճիշտ է, երկաթուղին մատչելի է բոլորի համար, չէ, բայց ապրանք կան երկրներ եւ երկրների խմբեր, որոնք այդ երկաթուղու օգտագործման ըստ էության հիմնական հետաքրքրված եւ հետեւաբար վճարող եւ ֆինանսավորող ուժերն են, որտեղ երկրների մի մասը շատ ապրանքաշրջանառություն ունի, երկրների մի մասը քիչ ապրանքաշրջանառություն ունի։ Այս մասը պարզ է, ասենք կան երկրներ կամ երկրների խմբեր, ովքեր վճարում են եւ այդ ծառայությունը ստանում են երկաթուղուց օգտվելով։ Հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են եւ օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրանք մեզ ասում են եւ ակնհայտ է եւ ոչ միայն ասում են բանավոր, այլ մենք տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Մենք մարդկանց ասում ենք, բայց այստեղ հնարավորություններ կան, մենք ենք առաջարկում, իրենք խուսափում են այդ թեմայից։ Եվ մենք արդյունքում հասկանում ենք, որ դրա պատճառն է նա, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Եվ մեր խնդիրը Ռուսաստանի հետ չի, մենք Ռուսաստանի հետ խնդրեմ չունենք։ Մեր խնդրեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող ենք բաց թողենք պատմական հնարավորությունը ինտեգրվել միջազգային տրանսպորտային ցանցին։ Այս է խնդիրը։ Մենք ռուսական կոնցեսիայի հետ ոչ մի խնդրեմ չունենք։ Այստեղ խնդիրն է նա, որ նրանք, ովքեր այդ երկաթուղուց օգտվելու պոտենցիալ շահառուներն են եւ ըստ էության օգտագործման ծավալի առյուծի բաժինը իրանք են օգտագործում, մենք տեսնում ենք, որ իրանք չեն օգտվում, իրանք ուրիշ տեղեր են փնտրում էլի Հայաստանը շրջանցելու, եւ մենք ասում ենք, ինչ եք շրջանցում Հայաստանը։ Եվ հասկանում ենք, որ հիմնական պատճառն է դա, եւ դրա համար մենք գնացել ենք Ռուսաստան, մեր գործընկերներին բարեկամաբար ասել ենք, հարգելի բարեկամներ, մենք սենց խնդիր ունենք, եկեք լուծում գտնենք այդ խնդրին։ Մենք ուրիշ բան չենք ասել։